Այսօր իմ հյուրն է Անուշ Սարգսյանը, Յոլյան արյունաբանության ուրցկաբանական կենտրոնի մանկական պալիատիվ օգնության բաժնի ղեկավարը։ Ընդհանրապես, ո՞րն է առանձնահատկությունը մանկական պալիատիվ օգնության։ Մանկական պալիատիվ օգնությունը նույնպես մուլտիդիսցիպլինար թիմ է պահանջում։ Պետք է հաշվի առնել նաև, որ այստեղ երեխաները իրենց զարգացման տարբեր փուլերում են գտնվում։ Որոնք են հիվանդությունները, որոնց պարագայում պացիենտը ենթակա է պալիատիվ օգնության։ Շատ անգամ մտածում են պալիատիվ օգնություն, եթե երեխան ստանում է, ուրեմն մնացած բժշկական օգնությունները այլևս չի ստանալու, բայց դա թյուր կարծիք է։ Մարզերում չունենք որևէ ծառայություն։ Ցավոք, ես իհարկե ցավում եմ այս առիթով, որովհետև երկար տարիներ եւ շատ մեծ ջանք է ներդրվել, որպեսզի վերջո կայանա Հայաստանում պալիատիվ օգնությունը, թե օրենսդրական, թե մասնագիտական ներուժի, թե քաղաքականության մշակման ու կարծես այս պահին մենք ի վերջո կանգնում ենք այնպիսի մի իրավիճակում, որ մարդիկ, պացիենտներ, ովքեր իրապես ունեն դրա կարիքը, չեն կարողանում էլի ամբողջությամբ ստանալ ծառայությունը։ Պիտի նշեմ, որ այցերի ժամանակ միշտ չի, որ ընտանիքը անմիջապես ընդունում է մեր թիմի աջակցությունը։ Երբեմն նրանք մտավախություն ունեն, ովքեր են, նոր մասնագետներ են, եթե ոչինչ չկա անելու իմ երեխայի հետ կապած, իրենք ինչ պիտի անեն։ Լինում են դեպքեր, երբ որ ծնողը ծնողին ավելի շատ է, խորհուրդ տալիս, ասում են, որ գիտեք, իմ երեխայի մոտ գալիս են, մեզ օգնել են, դուք էլ նույնպես դիմեք, ծնողն է մեզ դիմում։ Շատ ավելի հաճախ ծնողն է մեզ դիմում։ Ակնհայտ պալիատիվ օգնության կարիք ունեցող երեխան հստակ կերպով չի ուղղորդվում պոլիկլինիկական ծառայությունների առաջնային օղակի կողմից, հա։ Ես տեսնում եմ դեպքեր, որ 10 տարի ընտանեկան բժիշկը չի տեսել կամ մանկաբույժը չի տեսել այդ երեխային։ Եվ երբ որ ստիպված մեր հետ այցելում են, իրենք են շատ զարմանում, թե ինչքան այս երեխայի վիճակը ծայրահեղ ծանր դարձել ու ինչքան վատ վիճակում է հիմա այդ երեխան։ Ծառայությունը պետպատվերի շրջանակներում է մատուցվում, շարժական թե վճարովի է։ Շատ պատմություններ ունենք եւ բաժանմունքում, երբ որ երեխաները հոսպիտալացվել են ու ծնողները միշտ ասել են շատ կարևոր է, որ ունենանք լավ կյանքի որակ, հնարավորինս ամեն ինչ արել ենք այդ երեխաների երազանքները իրականացնելու համար, երբեմն նույնիսկ անհնարին թվացող երազանքները ու երբ որ այդ ամեն ինչը կազմակերպել ենք, ընտանիքը ասել է, որ սա մեր կյանքի ամենալավագույն օրերից էր։ Ինչ երազանքներ են ունենում երեխաները պալիատիվ օգնություն ստացող։ Մեկ-երկուսը հետաքրքիր է, ինչ պատկեր կա իրենց մոտ։ Ողջույն, Բուն TV-ի եթերում դուք դիտում եք առողջ ոդքասթը, մարդու մտավոր, հոգեկան եւ ֆիզիկական առողջության մասին։ Այսօր իմ հյուրն է Անուշ Սարգսյանը, Յոլյան արյունաբանության ուրցկաբանական կենտրոնի մանկական պալիատիվ օգնության բաժնի ղեկավարը։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար, բժշկուհի։ Մենք այսօր խոսելու ենք մանկական պալիատիվ օգնությունից եւ փորձելու ենք հասկանալ, թե ինչ առանձնահատկություններ կան ի տարբերություն մեծերի պալիատիվ օգնության, ինչ խնդիրներ կան եւ ընդհանրապես ինչպիսին է այսօր ծառայությունը, որը մատուցվում է մեզ մոտ երեխաների համար, հա, եւ որպես սկիզբ գուցե փորձենք հենց այս տարբերակում դնել ընդհանրապես ո՞րն է առանձնահատկությունը մանկական պալիատիվ օգնության։ Բարև ձեզ, ուրախ եմ, որ հրավիրել եք եւ ուշադրության է արժանացել այս թեման, որովհետեւ շատ կարեւոր թեմա է եւ սովորաբար քիչ ուշադրության է արժանանում։ Պիտի նշեմ, որ պալիատիվ օգնությունը բավականին լայն տարածում ունի շատ երկրներում եւ մեր առողջապահական համակարգում մոտավորապես 2010 թվականից արդեն սկսեց մուտք գործել։ Սա եւս բժշկական զարգացող ճյուղերից մեկն է։ Եվ կա բավականին մեծ տարբերություն երեխաների եւ մեծահասակների պալիատիվ օգնության միջեւ։ Սկսենք նրանից, որ մեծահասակների մոտ ավելի շատ գերակշռում են ռուցկաբանական հիվանդություններով պացիենտները, որոնք կարիք ունեն պալիատիվ օգնության, եւ առհասարակ պալիատիվ օգնությունը սկիզբը դրվել է հենց այդ խնդիրներով պացիենտներից։ Եվ մանկականի շրջանակներում ավելի շատ ոչ ռուցկաբանական հիվանդություններն են գերակշռում, ավելի շատ նյարդաբանական տարբեր խնդիրներ։ Երեխաները կարող են ծնվել տարբեր արատներով, տարբեր գենետիկ խնդիրներով, որոնք երկարատև բժշկական օգնություն են պահանջում, բայց որոնք բուժման դեռ վերջնական բուժման
հնարավորություններ չունեն, հա, այս պահին։ Այսինքն կան դեպքեր, որոնք միայն պալիատիվ օգնություն է անհրաժեշտ այդ խնդիրների դեպքում։ Իսկ հետաքրքիր է մեծերի պալիատիվ օգնության պարագայում մենք ունենք այդ մուլտիդիսցիպլինար մոտեցումը, հա, որտեղ կա բժիշկ, բուժքույր հատուկ մասնագիտացված, հոգեբան, գուցե հոգեուռուցքաբանության մասով ավելի շատ մասնագիտացած, երբեմն նաև սոցիալական աշխատողի ներգրավվածություն եւ այլ տարբեր մասնագետների ներգրավվածություն։ Այստեղ մանկականի պարագայում մենք ինչ խումբ ունենք, որն աշխատում է պացիենտի հետ։ Մանկական պալիատիվ օգնությունը նույնպես մուլտիդիսցիպլինար թիմ է պահանջում։ Պետք է հաշվի առնել նաև, որ այստեղ երեխաները իրենց զարգացման տարբեր փուլերում են գտնվում, այսինքն 1 տարեկան երեխայի զարգացումը այլ եւ այլ կարիքներ ունի, 5 տարեկան կամ 15 տարեկան երեխան այլ զարգացման փուլում է եւ այլ կարիքներ ունի։ Այստեղ նաև շատ մեծ է կրթական ծրագրերի մեջ ներգրավվածությունը երեխաների, այսինքն այդ ոլորտը նույնպես բավականին լուրջ արձագանքի կարիք ունի եւ ուշադրության կարիք ունի, երբեմն ծնողները ուղղակի չեն կարողանում կազմակերպել երեխայի ուսուցումը կամ տնային ուսուցումը, այսինքն այստեղ այդ մուլտիդիսցիպլինար թիմը շատ ավելի լայն է երբեմն ի տարբերություն մեծահասակների։ Իսկ եթե սկսենք նաև անդրադառնալ հենց պացիենտներին ու իրենց առանձնահատկություններին հիվանդությունների տեսանկյունից, հա, այսինքն ընդհանուր կլինիկական բնորոշում փորձել գտալ, դուք նշեցիք, որ ավելի շատ նյարդաբանական բնույթի խնդիրներ են, որոնք են հիվանդությունները, որոնց պարագայում պացիենտը ենթակա է պալիատիվ օգնության։ Հիվանդությունները ըստ ախտորոշումների շատ բազմազան են, հնարավոր չէ ուղղակի թվարկել, բայց կնշեմ այն հիվանդությունները, որոնք այս կամ այն կերպ կարող են բերել երեխայի կյանքի որակի վատացման, կյանքի տևողության սահմանափակման, իրենք ենթակա են, որպեսզի պալիատիվ օգնության մեջ ներգրավեն այդ խմբի երեխաները։ Եվ ինչպիսին են որպես կանոն թեկուզ գոնե մի քանի հիվանդություն, ինչու, որովհետև ես ենթադրում եմ, որ տեղեկատվության տեսանկյունից գուցե շատ ծնողներ ուղղակի չեն պատկերացնում, որ օրինակ երեխան, ով ունի շատ կոնկրետ նյարդաբանական կամ այլ բնույթի խնդիր, եւ իրենք ուղղակի ինչ որ անելանելի վիճակում են բուժման տեսանկյունից ու գիտեն, որ բուժումը այդ պահին չկա որպես այդպիսին, բայց չգիտեն գուցե պալիատիվ օգնության մասին, այստեղ է, հա, որ ուզում եմ փորձենք նաև այդ տեղեկատվությունը փոխանցել ու հասցնել իրենց, թե օրինակ որ դեպքերում դուք կարող եք դիմել ամեն դեպքում պալիատիվ օգնության, որ պահից է դա առաջանում այդ կարիքը պալիատիվ օգնությունը ստանալու։ Մենք 2025 թվականից սկսեցինք պալիատիվ տնային ծառայություններ եւ որոշեցինք, որ 4 խումբ հիվանդություններ կարող ենք ընդգրկել այս պահին եւ ծառայություն մատուցել։ Դրանք են օնկոլոգիական հիվանդությունները, նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, օրինակ կարող են լինել դյուշենի միոպաթիայով երեխաներ, սպինալ մկանային ատրոֆիայով երեխաներ, գենետիկ խնդիրներով երեխաները, քրոմոսոմային, որոնք իհարկե ուղեկցում են նաև այլ խնդիրներով, օրինակ ռետի համախտանիշով երեխաներ ունենք, գենետիկ համախտանիշով երեխաներ, որ նույնիսկ դեռ գենետիկ վերջնական ախտորոշում չունենք, բայց ունենք բավականին լուրջ խնդիրներ առողջապահական տեսանկյունից, եւ մյուս մանկական ուղեղային կաթվածով երեխաներն են, ծանր ձևերը, որոնք ուղեկցում են բացի ֆիզիկական, շարժողական խնդիրներից նաև այլ ուղեկցող բավականին լուրջ խնդիրներ, որոնք շատ կյանքը եւ կրճատում են եւ կարող են կյանքի որակը բավականին նվազեցնել։ Եվ պիտի նշեմ, որ շատ անգամ մտածում են պալիատիվ օգնություն, եթե երեխան ստանում է, ուրեմն մնացած բժշկական օգնությունները այլևս չի ստանալու, բայց դա թյուր կարծիք է, հատկապես երեխաների պարագայում երեխան կարող է իր հիմնական հիվանդության հետ կապված, եթե նույնիսկ բուժում է ստանում սիմպտոմատիկ, զուգահեռ պալիատիվ օգնությունը նրան օգնում է այլ ախտանիշները կառավարելու, կյանքի որակը լավացնելու, որովհետև այն ժամանակը, որը տրամադրում է պալիատիվ օգնության բժիշկը, այն տունայցերը, որը կատարում է, այն թիմային աշխատանքը, հիմնական բուժող բժիշկը իհարկե չունի այդ ժամանակը եւ չի կարող տրամադրել
այդքան ժամանակ նաև այդ հարցերին, հա, հոգեբանական աջակցություն, սոցիալական աջակցություն եւ որոշակի սարքավորումների տրամադրում, նաև պիտի հիշենք, որ այս երեխաները շատ տարբեր խնդիրներ ունենալով հանդերձ, իրենց տարբեր զարգացման փուլերում գտնվելով հանդերձ, մենք այնտեղ ունենք ընտանիքի խնդիրը, որ ծնողների խնդիրը, որ մենք նաև աշխատում ենք ծնողներիս, այսինքն ընդհանուր խնդիր է, եթե ընտանիքը բազմանդամ է, տատիկ, պապիկ, մենք բոլորի հետ ենք աշխատում։ Պալիատիվ օգնության թիմը աշխատում է ամբողջ ընտանիքին, ոչ միայն երեխան է, իհարկե երեխան կենտրոնում է մեր օգնության, բայց իր շրջապատող մարդիկ, իր ընկերները, սոցիալական մնացած բոլոր ծառայություններով հանդերձ մեր ուշադրության կենտրոնում են։ Նույնիսկ այն, որ երեխան որ հարկում է ապրում շենքի, արդյոք նա ունի հասանելիություն հաճախ դուրս գալու կամ թեկուզ իր պարբերական այդ բժշկական այցելությունները կատարելու, այդ բոլորը մեր ուշադրության կենտրոնում է։ Մատչելիության հարցեր հավանաբար, որտեղ անվասայլակով օրինակով տեղաշարժվելու դեպքում սա շատ հաճախ է առաջանում։ Անուշ, իսկ որ խնդրեմ կասեք, ընդհանուր առմամբ մեզ մոտ հիմա մանկական պալիատիվ օգնության ծառայությունը ինչպիսի հասանելիություն ունի եւ ստացիոնար, դուք նշեցիք նախորդ տարի շարժական ծառայության մասին, ինչը մեծ առավելություն եւ մեծ ձեռքբերում կարելի է համարել։ Իսկ մնացած մասերով ու նաև եթե կա ինֆորմացիա մարզային կտրվածքով դիտարկենք սա, նաև ինչ հասանելիություն ունենք։ Մենք 2021 թվականին առաջի պալիատիվ օգնության բաժանմունքը, որը ստեղծվեց Ալյոլյան անաբանության ու ռուսկաբանության կենտրոնում 5 մահճակալ է նախատեսված, դա միայն տարբեր քաղցկեղ ունեցող երեխաների համար է նախատեսված միայն 5 մահճակալ, որը միջազգային փորձագետների հետ հաշվարկներով մեր հիվանդացությունը հաշվի առնելով հասկացանք, որ դա բավարար է եւ իսկապես բավարար է այդ 5 մահճակալը։ Ավելի ուշ 3 մահճակալ բացվեց Արաբկիր բժշկական կենտրոնում, ռեանիմացիոն բաժանմունքում, այն երեխաները, որոնք այս կամ այն հանգամանքով դառնում են պալիատիվ օգնության կարիք ունեցող, այդ մահճակալները նրանց համար են նախատեսված եւ 2025 թվականից մեկնարկեցինք տնային շարժական ծառայությունները։ Մարզերում չունենք որևէ ծառայություն։ Ցավոք, չնայած որ 2015 թվականին կատարած կարիքների գնահատմամբ մենք տեսել ենք, որ մոտ 3300 երեխա ունեն պալիատիվ օգնության կարիք ընդհանուր առմամբ, բայց եւ ունենք մասնագետների դեֆիցիտ եւ ունենք շրջաններում վերապատրաստված մասնագետների կարիք, որ կարողանանք ծառայությունները զարգացնենք։ Իսկ այստեղ զուտ որպես ճշտող հարց, որովհետև մեծերի պալիատիվի մասով կրթական բավականին մեծ աշխատանք տարվել է եւ տարվում է, հա, ընթացիկ է սպահին էլ եւ շատ թե քիչ մասնագետներ կան ու կարծես առաջնային օղակում ծառայությունը կարելի ասել որոշակի իմաստով կայացել էր։ Հիմա իհարկե մի փոքր այդ իմաստով փոփոխություններ կա, որոշները փակվում են, ձևափոխվում են եւ այլն, բայց արդյոք մասնագետ ով մեծերի համար վերապատրաստվել է նորից կարիք ունի ամեն դեպքում մանկականի համար առանձին, թե սա լրիվ տարբեր է եւ այլ բեքգրաունդ, այսինքն այլ մասնագիտական փորձառություն ունեցող բժիշկը պիտի վերապատրաստվի մանկական պալիատիվի համար։ Զուտ հասկանալու թե օրինակ նեղ մասնագետների հարցը մարզերում ինչպես կարելի է լուծել։ Այո, մենք ունենք համապատասխան կրթական ծրագրեր, 4-ամսյա ծրագիր բժիշկների վերամասնագիտացման համար եւ բուժքույրական 3-ամսյա ծրագիր, դրանք բավական են, որպեսզի բժիշկը, որը որ ունի արդեն բազային այլ մասնագիտություն, համալսարան ավարտելուց հետո ունի որոշակի օրդինատուրա անցած եւ որոշակի կրթություն ու փորձ, այդ 4 ամիսը բավական է, որ ձեռք բերի որոշակի գիտելիքներ եւ սկսի աշխատել պալիատիվ օգնության ոլորտում, բայց մանկական պալիատիվ օգնություն ունի շատ առանձնահատկություններ եւ այդ կուրսը, որը պատրաստված է հիմնականում մեծահասակների համար, այնտեղ չկան այդ մանկական առանձնահատկությունները եւ չեմ կարծում, որ որևէ մեկը ավարտելով փորձ կանի աշխատելու երեխաների հետ, որովհետև շատ նրբություններ կան սկսած ցավազրկման տեսանկյունից, որովհետև նույն սանդղակները չեն կարող աշխատել երեխաների համար, մենք երեխաների մոտ ունենք շատ երեխաներ, որոնք վերբալ չեն, խոսք չունեն
Եվ կան տարբեր միջոցներ, որոնց միջոցով մենք պետք է հասկանանք երեխան ինչի կարիք ունի, ցավ ունի, ինչ անհանգստություն ունի, հա, շատ առանձնահատկություններ կան եւ երեխան իր զարգացման փուլերում է գտնվում։ Ամեն անգամ մենք կարող ենք տեսնել, որ այս պահին երեխայի կարիքները այլ են։ Քան մի 2 տարի առաջ մենք կարող ենք, եթե լավ պալիատիվ օգնություն է ստանում եւ այն ախտանիշները բավականին լավ կառավարվում են, մենք կարող ենք երեխային հասցնել մեծահասակներ, այսինքն 18+ եւ տեղափոխենք։ Չնայած ես չեմ տեսել դեռևս մենք ունեցել ենք նախորդ տարի երեխաներ, որոնք լրացել են 18 տարեկանը, բայց այս պահին որևէ մեկը նրանցով չի զբաղվում։ Այսինքն այստեղ նաեւ այդ անցումը մանկականի եւ մեծահասակի ու մեծահասակ պալիատիվ օգնության մեծահասակների համար պալիատիվ օգնության պատշաճ մատուցումը եւս խնդիրներ ունի։ Ես իհարկե ցավում եմ այս առիթով, որովհետեւ երկար տարիներ եւ շատ մեծ ջանք են ներդրվել, որպեսզի վերջո կանա Հայաստանում պալիատիվ օգնությունը, թե օրենսդրական, թե մասնագիտական ներուժի, թե քաղաքականության մշակման ու կարծես այս պահին մենք ի վերջո կանգնում ենք այնպիսի մի իրավիճակում, որ մարդիկ, պացիենտներ, ովքեր իրապես ունեն դրա կարիքը, չեն կարողանում էլի ամբողջությամբ ստանալ ծառայությունը։ Այդ խնդիրը, որ նշեցի, ոչ միայն մեր երկրում է, նաև այլ երկրներում կա, որովհետև այն երեխաները, որոնք հասնում են դեռահասության տարիք եւ անցնում են մեծերի, այսինքն 18+, նրանք ֆիզիկական տվյալներով դեռ մանկական եւ քաշը, եւ հասակը, եւ զարգացումը, քանի որ իրենց բուն հիվանդության հետ կապված զիջում են եւ հետ են մնում, իրենք այդ ֆիզիկական, առողջական, հա, որոշ տվյալներով իրանք դեռ երեխա են։ Դրա համար միշտ խնդիր է առաջանում, կան երկրներ, որոնք երկարացրել են այդ տարիքը մինչև 25 տարեկան կամ մինչև 20 տարեկան, կախված հա, երկիրը ինչպես է որոշում իր օրենսդրական դաշտը, մեր մոտ դեռ 10 մինչև 18 տարեկան մենք կարող ենք օգնություն ցուցաբերել։ Վերադառնալով այցերին, հա, որոնք դուք անում եք շարժական պալիատիվ ծառայության շրջանակներում, ինչ է մտնում այդ այցի մեջ, եթե փորձենք այդպես միջինացված նկարագրել, հա, յուրաքանչյուր այցը ինչ է իր մեջ ներառում, ով է մոտենում պացիենտին, ինչ է իրականացնում եւ նաեւ հասկանալու համար, թե ինչպիսին են ակնկալիքները սովորաբար լինում այդ այցերից։ Երբ որ մշակեցինք ծրագիրը, նախատեսել ենք, որ քանի որ հիվանդությունների խումբը շատ էր եւ մասնագետների կարիք կար եւ մասնագետներ չունեինք, որոշեցինք, որ ընդամենը որ երբ նշեցի 4 խումբ հիվանդություններով երեխաներին ընտրել, նախատեսում է, որ իրեն բուժող ընտանեկան բժիշկը, իրեն երեխային վարող կամ մանկաբույժը պետք է ուղղորդի, նախնական գնահատում անի եւ ուղղորդի դեպի ծառայություն։ Մենք ունենք ծառայության հեռախոսահամար, ծառայության էլեկտրոնային հասցե եւ այդ նախնական գնահատման թղթերը, այսինքն նախաձեռնողը լինի ընտանեկան բժիշկը կամ մանկաբույժը, ուղղորդի, որ այս երեխան, որը իմ մոտ է, կարիք ունի պալիատիվ օգնության։ Այդ նախնական գնահատումը տեսնելով մենք նշանակում ենք օր, որպեսզի իր մանկաբույժի հետ այց կատարենք տուն։ Համաձայնեցնում ենք ընտանիքի անդամների հետ, բժշկի հետ եւ պալիատիվ օգնության բժիշկը առաջի այցն են կատարում եւ այդտեղ արդեն օբյեկտիվ ռեալ գնահատվում է այն ամենը, ինչի կարիք ունի, ծնողներին եւս բացատրվում է ինչ է պալիատիվ օգնությունը, որպեսզի իմանան ինչպիսի ակնկալիքներ ունենան մեզնից։ Եվ այդ ժամանակ նախնական խնամքի պլան է մշակվում եւ այցերի քանակ։ Եթե երեխայի վիճակը շատ ծանր է, մինչեւ ամիսը կարող է 2-3 այց լինել։ Եթե ավելի կայուն է վիճակը կամ ավելի քիչ բան ունենք անելու, 1 այց կարող ենք անել։ Այդ այցերի քանակը կարող է իհարկե երեխայի իրավիճակի կամ առողջական փոփոխությունից կարող է փոխվել։ Լինում է, որ վիճակի վատ թարացում է լինում եւ ծնողը զանգում է, որ ավելի հաճախ այցելությունների կարիք կա։ Եվ որոշակի սարքավորումներ են կարողանում տրամադրել երեխաներին, դա արտածծման սարք, եթե երեխան ունի անդադ դրա կարիքը, թթվածնի կոնցենտրատոր, խտացուցիչ, որ եթե երեխան թթվածին կախյալ է, այո, կարողանա տանը, հա, միացնել։ Երբեմն լինում է, որ երեխան կարիք ունի հակապարկելախոցային ներքնակի, կարող ենք ժամանակավոր դա տրամադրել, մինչև որ նա իր սոցիալական ծառայության հասանելիությամբ դա կարող է ստանալ։
Եվ որոշակի այո, սարքավորումներ կամ ինչ-որ բաներ, որոնք որ կարողանանք։ Իսկ մենք ունենք գործելակարգեր մանկական պալիատիվի մասով, որոնք հստակ նկարագրում է թե ինչ քայլեր են եւ ըստ գանգատների ինչ քայլեր է բժիշկը անում, թե ոչ։ Ինչպես օրինակ մեծերի բարեկամ ունենք։ Տարբեր հիվանդությունների համար առանձին մշակված գործելակարգեր չունենք։ Դեռևս մանկական։ Հասկանալի է։ Մի փոքր ուզում եմ նաև անդրադառնանք, այստեղ դուք խոսեցիք, որ նաև ծառայությունը ընտանիքին է մատուցվում, ուզում նաև հասկանալ ընտանիքի պարագայում, որտեղ շատ հաճախ իսկապես երբ որ կա այս տեսակ հիվանդություն, որևէ, քրոնիկ, անբուժելի եւ այլն, պալիատիվ օգնության ենթակա։ Կարծես ոչ միայն պացիենտը ինքն է հիվանդ, այլ բոլորը որոշ իմաստով մասն են կազմում, այդ հիվանդության։ Դուք ինչպես եք գնահատում եւ տեսնում նաեւ այցերի ընթացքում հոգեբանական բնույթի կամ այլ բնույթի աջակցություն սովորաբար տրամադրվում է թե չէ, իդեպ թեկուզ անկախ այս ծառայության տեսակից, որովհետեւ ի վերջո հոգեբանական ծառայությունները դրանք հարբժշկական ծառայություններ են ու ենթադրվում է, որ պիտի նմանատիպ դեպքերում հասանելի լինի ընդհանրապես ընտանիքին տրամադրվող ծառայությունները կամ ուշադրությունը կամ կարիքները ոնց գնահատեք, ինչ կասեք նաև դրա մասին։ Պիտի նշեմ, որ այցերի ժամանակ միշտ չի, որ ընտանիքը անմիջապես ընդունում է մեր թիմի աջակցությունը։ Երբեմն նրանք մտավախություն ունեն, ովքեր են, նոր մասնագետներ են, եթե ոչինչ չկա անելու իմ երեխայի հետ կապված, իրենք ինչ պիտի անեն, երբեմն տեսնում եմ այդ դիմադրությունը, միգուցե վերբալ նրանք չեն արտահայտում, բայց իրենց թանուր մոտեցումից, խոսակցությունից, նախնական շրջանում զգում եմ, որ այդքան էլ հակված չեն, որովհետև իսկապես մտածում են, որ այլևս անելիք չկա, ինչ պիտի անեն։ Այդպես շատ բժիշկներ նույնպես մտածում են, պիտի նշեմ, բայց ժամանակի ընթացքում մենք առանց որևէ լուրջ դիմադրության կամ չգիտեմ հակամարտության մեջ մտնելով ընտանիքի հետ շատ մեղմ, աստիճանական մենք կարողանում ենք հասնել նրան, որ ընտանիքը շատ անգամ ասում է, որ մենք չենք պատկերացնում ինչ պետք է անենք առանց էս։ Մենք կարծում ենք այլևս ոչինչ անելիք չկա, բայց տեսեք ինչքան հարցեր կան։ Երբ որ մարդ ամեն օր նույն բանի մեջ է, շատ մանր հարցեր, որոնք որ կարելի է լուծել եւ նույն երեխայի կյանքի որակը լավացնել, երբեմն չեն էլ նկատում։ Եվ մենք կողքից երբ որ ուշադրություն ենք դարձնում տարբեր հարցերին, սկսում ենք այդ ամեն ինչը բարելավել, թեկուզ հասարակ փորկապությունը, որը երեխան տարիներով ունեցել է, ծնողը կարծում է, որ դա այդպես էլ պետք է լինի։ Եվ որևէ հույս չի էլ ունենում։ Այո, երբ որ այդ հարցերը սկսում են աստիճանաբար կարգավորվել, երեխան, որը կամ ամիսներով չէր քնում, սկսեց քնել, չգիտեմ, ցնցվում էր, կամ անհանգիստ էր շատ, հիմա ավելի հանգիստ է, կամ չգիտեր, որ կարող է հակապարկելախոցային մատրաս ունենա, որ պարկելախոցեր չզարգանան, չգիտեմ, ավելի հարմարավետ սայլակ ունենալ։ Այդ բոլոր հարցերի շուրջ, երբ որ մենք սկսում ենք ուշադրություն դարձնել եւ կազմակերպել, ընտանիքի վերաբերմունքը նույնպես փոխվում է մեր նկատմամբ եւ դառնում են մեր ամենահավատարիմ մարդիկ եւ ասում են, որ առանց էս շատ դժվար կլիներ իսկապես։ Իսկ նաեւ լինում են ուղղորդումներ խնամքի տեսանկյունից, որովհետեւ շատ մեծ է նաեւ խնամքի բեռը իրենց վրա դրված այդ իմաստով, հմտություններ ինչ որ զարգացնելու իմաստով, ուղղորդում հենց ընտանիքի խնամակալներին ուղղված։ Անպայման մեր այցերի ժամանակ կա կրթական մաս, այսպես ասած, ծնողներին սովորացնելու, կրթելու այդ հմտությունները իրենց սովորեցնելու, առավել եւս երբ որ որևէ սարքավորում տալիս ենք, անպայման պետք է վստահ լինենք, որ ծնողը կկարողանա դա անի կամ այն մարդը, որ խնամում է։ Միշտ չի որ անմիջապես մայրը կամ հայրն են, լինում է որ ընտանիքում ավելի շատ տատիկն է զբաղվում, կրթում ենք այն մարդուն, ով որ ավելի շատ զբաղվում է կամ իրեն ցանկությամբ, անպայման մեր մոտ ցույց են տալ ինչպես են անում դա, կամ երեխաներ ունենք, որոնք նազոգաստրալ զոնդի կարիք ունեն, տեղադրում ենք եւ հետագայում լինում է որ ծնողը ինքն է արդեն կարողանում այդ բոլոր բժշկական մանիպուլյացիաները անել, չունենալով որևէ բժշկական կրթություն։ Ընթացքում փորձի հետ մեկտեղ ձեռք են բերում այդ հմտությունները։ Ամենա տարածված եւ
խնդրահարույց այդպես խոչընդոտները, որ ունենում եք ծառայության մատուցման ընթացքում, որոնք են լինում տեխնիկական, կազմակերպչական բնույթից սկսած վերջացրած կլինիկական բնույթի ինչ-որ խնդիրներից։ 2023 թվականից, երբ որ նախատեսում էինք արդեն շարժական ծառայության սկիզբը, մենք կազմակերպեցինք վերապատրաստման դասընթացներ բոլոր այն բժիշկների համար, որոնք այդ տարածքում են։ Քանի որ շարժական ծառայությունը ոչ միայն Երևանում է, այլ 30 կիլոմետր շարավղով, այսինքն Երևանին կից մոտ մարզերը, այդ բժիշկներին նույնպես ընդգրկեցինք, որպեսզի իրենք իմանան ում պետք է դիմեն, որ հիվանդությունների դեպքում, որ ախտանիշների դեպքում։ Եվ մեկնարկը ծառայության դրվեց 2025 թվականի հունվարից սկսեցինք։ Դերևս շատ քիչ ուղղորդումներ են լինում, կարելի ասել գրեթե ուղղորդում չկա որևէ բժշկական հաստատությունից կամ պոլիկլինիկական ծառայությունից կամ բժշկից։ Չեմ պատկերացնում ինչն է պատճառը, ես ինքս բազմիցս այցեր եմ նորից անում այդ պոլիկլինիկական հաստատություններ, մանկաբույժներին այն ընտանեկան բժիշկներին, որոնք կարող էին ուղղորդել, նորից ենք բարձրաձայնում, լինում են դեպքեր, երբ որ ծնողը ծնողին ավելի շատ է, խորհուրդ տալիս, ասում են, որ գիտեք, իմ երեխայի մոտ գալիս են, մեզ օգնել են, դուք էլ նույնպես դիմեք, ծնողն է մեզ դիմում, շատ ավելի հաճախ ծնողն է մեզ դիմում, եւ մենք հետադարձ նոր կապ ենք հաստատում ընտանեկան բժշկի հետ կամ մանկաբույժի հետ, ասելով, որ գիտեք, դուք ձեր տարածքում ունեք այսպիսի երեխա, որը կարիք ունի պալիատիվ օգնության, եւ երբեմն արժանանում ենք դիմադրության, որ ինչի իմացակ, որ դա պալիատիվ օգնության կարիք ունի, ինչի պետք է ես ուղղորդեմ այդ ուղեգրերը, նախնական պետք է ուղեգիր։ Լրացուցիչ քայլեր են համարում ու ոչ երբեմն համոզում ենք բժշկին, որ իսկապես այդ երեխան կարիք ունի, այդ երեխան ունի կլման դժվարություն, քաշը շատ փոքր է, շատ ֆիզիկական դժվարություններ ունեն խնամքի հետ կապված։ Իսկապես արժանանում ենք դիմադրության, դերևս ակնհայտ պալիատիվ օգնության կարիք ունեցող երեխան հստակ կերպով չի ուղղորդվում պոլիկլինիկական ծառայությունների առաջնային օղակի կողմից, ու այստեղ փաստորեն պիտի նաև ոնց որ փորձենք իրենց այդ տեղեկատվությունը եւս մեկ անգամ հասցնել, որ որոշակի հիվանդությունների պարագայում, այդ թվում նաև ինչ որ սիմպտոմատիկ խնդիրներ, որոնք առաջանում են ու դուք տեսնում եք, որ որքան էլ հիվանդությունը բուժելի չէ երեխայի պարագայում, բայց պալիատիվ օգնությունը կարող է օգնել եւ կյանքի որակը փոփոխել։ Այո, իհարկե առաջի օղակը հենց մանկաբույժներն են կամ ընտանեկան բժիշկները։ Եվ պալիատիվ օգնության առաջի մակարդակում առաջի այդ ախտանիշային բուժումը կամ օգնությունը իրենք պետք է մատուցեն։ Բայց շատ դեպքերում ես տեսնում եմ, որ այդ երեխաներին տարիներով միգուցե չեն տեսել բժիշկները, ընտանեկան բժիշկները, որպես այդպես չի եղել, որտեվ երեխան եղել է արդեն դժվար տեղափոխման ենթակա, ծնողը դժվարացել է անդադանել, պոլիկլինիկական ծառայություն, բժշկի խորհրդատվությունների։ Իհարկե մանկաբույժները կամ ընտանեկան բժիշկները չեն մերժեն նրանց, եթե որևէ ուղեգրման կարիք է եղել այս կամ այն հիվանդանոց եւ ուղեգրել են։ Եվ ես տեսնում եմ դեպքեր, որ 10 տարի ընտանեկան բժիշկը չի տեսել կամ մանկաբույժը չի տեսել այդ երեխային։ Եվ երբ որ ստիպված մեր հետ այցելում են, իրենք են շատ զարմանում, թե ինչքան է այս երեխայի վիճակը ծայրահեղ ծանր դարձել ու ինչքան վատ վիճակում է հիմա այդ երեխան։ Իսկ անհատապես տեսնելու վիճակը գնահատելը կարևորագույն օղակն է այս մասով։ Կարծում եմ, որ տեսնեին, որ ինչքան խնդիրներ ունեն ու այդ ժամանակ իսկապես կուղղորդեին, որովհետև դա ոչ թե այդ երեխային մենք չենք վերցնում իրենց վրայից, այսինքն այդ երեխան նորից մնում է հաշվառված է, շարունակում է մնալ հաշվառված այդ մենք փորձում ենք օգնել եւ ընտանիքին, առաջին հերթին երեխային ունենալ իր խնդիրներով հանդերձ ավելի լավ կյանքի որակ։ Ծառայությունը պետպատվերի շրջանակներում է մատուցվում, շարժական թե վճարովի է։ Չէ, շարժական ծառայությունը պետպատվերի շրջանակներում, երբ որ 25 թվականին սկսեցինք, դեռ պիլոտային ծրագրի նման արեցինք, 40 երեխա որոշեցինք ընդգրկել 6 ամսվա ընթացքում, հասկանանք ինչպես է ընթանում ծառայությունը, ինչ դժվարությունների ենք հանդիպում։ Հավաքագրեցինք այդ երեխաներին եւ երբ որ հունիսը լրացավ ամփոփեցինք, տեսանք, որ բավականին լուրջ խնդիրներ ունենք, բավականին անելիք ունենք։ Եվ նախարարությունը որոշեց, որ այդ երեխաների թիվը կարող է մեկ թիմը
ավելացնել եւ դառնա 70 երեխա։ Այսինքն մեկ բժիշկը եւ երկու բուժքույրը կարող են վարել 70 երեխա Երևանում եւ շրջանում։ Հիշենք, որ 2015 թվականին մենք ունենք 3300 երեխա, այդքան պալիատիվության կարիք ունեցող, բայց մենք դեռևս 70 երեխային չենք հավաքագրել, արդեն 1 տարին անցել է։ Սա իսկապես լուրջ խնդիր է։ Նույնիսկ պետպատվերի ծառայության շրջանակներում, իսկ միջշկրտում հիմա ապավագրության ներդրման հետ մեկտեղ ծառայությունը շարունակում է մնալ անվճար պացիենտների համար։ Ինչպես կար, այդպես էլ շարունակում է մնալ։ Եկեք փորձենք միասին այս ճանապարհային քարտեզը հասկանալ, ինչ կարելի է անել, որ գոնե սահմանված այս 70 պացիենտները հնարավորություն ունենան ստանալ ծառայությունը։ Ձեր կարծիքով առաջին հրատապ քայլերը, որ պիտի արվի սրա ուղղությամբ, որոնք են։ Ես քանի որ չեմ հանձնվում եւ շարունակում եմ որտեղ այդ երեխաների շահերն էլ պետք է պաշտպանվի եւ միգուցե ծնողը ինչ որտեղ մեղավոր չի, որ չի տիրապետում այդ ինֆորմացիային, արդեն թիրախային մոտենում եմ հիվանդանոցներում կամ պոլիկլինիկաներում այն բժիշկներին, օրինակ նյարդաբաններին, որոնք շատ ավելի լավ տեղյակ են այդ երեխաներից, նրանց հետ եմ զրույցներ վարում, նրանցից եմ ուզում տվյալների ցանկ եւ որոշակի ստացել եմ էլի տվյալների բազա, որ պետքա երեխաներին ընդգրկենք։ Հաճախ դիմադրությունը արժանում եմ նրանում, որ բժիշկը, ով որ վարում էր մանկաբուժը, ասում է, եթե նյարդաբան ուղղորդել է, ապա ես ինչի պիտի այդ ուղեգիրը կամ ուղղորդում անեմ, ես ինչի պետք է կամ երեխայի տուն, արդյոք դա պարտադիր է, բայց մենք մշակելու ժամանակ մտցրեցինք այն կետերը, որ իսկապես, քանի որ առաջնային օղակը իրենք են, հետագայում եթե ես որևէ նշանակում անեմ կամ երեխան որևէ բժշկական օգնության կամ դեղորայքի կարիք ունենա, անպայման պետք է լինի ընտանեկան բժշկի կամ մանկաբուժի միջոցով։ Եվ ես ուզում եմ, որ այդ կապը մանկաբուժը այդ երեխային ավելի լավ իմանա, այդ խնդիրները հասկանա եւ երբ որ մեր կողմից ինչ որ մի ուղղորդում լինի, ինքը հասկանա ինչի մասին է դա խոսքը։ Եվ ի վերջո առաջնային օղակը եւս պիտի որ էս ընդհանուր թիմի մաս կազմի, որպես կանխարգելիչ, պահպանողական, բժշկական բնույթի ծառայություններ իրականացնող կառույց, ով ի վերջո ընդհանուր առմամբ իր հաշվառված պացիենտի մասին պիտի որ ավելի շատ բան իմանա։ Եվ նաև ինչու ոչ ընտանիքի պարագան, որտեվ համալիր ենք դիտարկում սա։ Ես հասկանում եմ զբաղվածությունը ինչքան անելիքներ ունեն առաջնային օղակի բժիշկները, ընտանեկան բժիշկները, մանկաբույժները, այո, բայց այդ երեխաների թիվը այդքան էլ շատ չի։ Չգիտեմ, առավելագույնը կարող է մեկ բժիշկ 2 երեխա ունենա իր տարածքում, ոչ ավել։ Ու կարծում եմ, որ այդ 2 երեխաներին կարելի է գոնե եթե դիտարկենք ամսական 1 այցով կամ թեկուզ, չգիտեմ, 2 ամիսը 1 գոնե սկզբի համար, որ կարողանան սկսել այդ գնահատումն անել, կապ ունենալ, ուղղորդումները կարողանալ կազմակերպել։ Նաև մտածում եմ, որ երևի լինի դասընթացներ, միգուցե նաև պարտադիր մանկական պալիատիվ օգնության վերաբերյալ, այսինքն կամ ամեն մի շրջանավարտ, որը համալսարանից պետքա դուրս գա, ունենա որոշակի գիտելիքներ, նվազագույն գիտելիքներ։ Դա կոմունիկացիայի խնդիր է, դա վերաբերմունքի խնդիր է, այդ գիտելիքները այնքան այդ մինիմալ գիտելիքներն են, որ ամեն բժիշկ պետք է իմանա։ Ինչպես խոսել, ինչպես արագ արձագանքել խնդրին, արդյոք դա խնդիր է, խնդիր չի, թե մեծահասակ լինի, թե երեխա լինի, այսինքն պալիատիվ օգնության այդ մինիմալ հմտությունները պետք է տիրապետի ամեն մի բժիշկ։ Անուշ, ես կխնդրեմ նաև անդրադառնալ պալիատիվ օգնության կարևորագույն մասը կազմող հարցին, որն է ցավային համախտանիշը եւ իրական մախտանիշը եւ այստեղ երեխաների դեպքում ենթադրում եմ շատ ավելի զգայուն ու խնդրահարույց է։ Մեծերի դեպքում բոլորովին այլ են բերվում պատճառները, թե ինչու օրինակ այդ պահանջը չի ձևավորվում, ինչու դեղերի դուրս գրումը չի լինում եւ այլն, հիմա ոնց որ փորձենք մի պահ դրանից կտրվել գալ երեխաների պարագայում։ Նախ ինչպես է դա իրականացվում, եթե երեխան կարիք ունի եւ արդյոք այստեղ եւս ունենք ինչ որ խնդիրներ։ Դուք հավանաբար օպիոիդային, դեղորայքի մեծերի պարագայում, բայց երեխաների պարագայում չգիտեմ ինչպես է իրականացվում, գուցե մի քիչ այստեղ բարձաբանենք։
Երեխաների հետ կապված հիմնականում իհարկե օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներն են, որ ավելի հաճախ կարիք են ունենում, քանի որ մեր կենտրոնում կա այդ երկու բաժանմունքները, մանկական արյունաբանության եւ ուռուցքաբանության եւ պալիատիվ օգնության բաժանմունքը նույնպես, հա, նույն հիվանդանոցի տարածքում է, եւ ես որպես բժիշկ պալիատիվ օգնության ընդգրկված եմ երեխաների ընթացքում բուժման գործընթացին, այսինքն երեխաները ծնողները իրենց բուժման գործընթացում տեսնում են ինձ այնպես չէ որ միայն այն պարագայում երբ որ երեխան այլևս երեխայի հետ կապված ոչինչ չկա անելու եւ բուժման ընթացքում է շատ դեպքեր լինում են որ երեխան բավականին ուժեղ ցավազրկողների կարիք է ունենում բժիշկների կողմից առանձնապես դիմադրության չէ երբեմն լինում է ծնողների կողմից դիմադրություն որ վախեր ունեն, հա, որոշակի, հա, հնուց եկած կամ ինչ-որ չդառնա երեխան կախյալ նման դեղորայքից, բայց երբ որ մի քիչ ավելի երկար բացատրում ես, որ դա կարող է կրել ժամանակավոր բնույթ, նույն դեղորայքը կարելի է նշանակել ուժեղ տրավմաներից, հա, ծանր տրավմաներից հետո ուղղակի որպեսզի ցավը հանեն կամ հոգեբանները նույնպես ընդգրկվում են այդ խոսակցությունների մեջ եւ ծնողները ի վերջո համաձայնվում են, իհարկե դա եզակի դեպքեր են։ Համաձայնվում են այն ուժեղ ցավազրկողներին, որոնք որ պետք է նշանակվեն եւ երբ որ նշանակվում են ու երեխան պետք է գնա տուն, արդեն կապ ենք հաստատում պոլիկլինիկայի բժշկի կամ մանկաբույժը կամ ընտանեկան բժիշկը եւ բացատրում ենք, որ երեխան նման դեղորայքի կարիք ունի մանկական պրակտիկայում պետք է նշեմ, որ երբևէ դիմադրության չեմ արժանացել եւ եթե ճիշտ տեղեկանքը տրվել է բժշկին, որ ինչ տեղաչափով պետք է տա, որովհետեւ իրենք նշում են, որ մեր փորձը այդքան էլ մեծ չէ եւ դա նորմալ է։ Նշանակման գործընթացը։ Այո, երբ որ մենք ճիշտ ուղեգրում ենք, որևէ դիմադրության չենք արժանացել, նույնիսկ եղել են դեպքեր, որ երեխան հեռավոր շրջան է մեկնել եւ ունեցել է ցավային ուժեղ համախտանիշ, հա, դիստանցիոն կարողացել են կապնվել, նշանակել որևէ խնդիր չի առաջացել։ Ես գիտեմ, որ մեծերի պարագայում շատ ավելի մեծ դիմադրության են արժանացնում, հա, եւ բժիշկները, եւ նույն ընտանիքի անդամները, երեխաների պարագայում կարծում եմ այդքան էլ չկա միգուցե պատկերացնելով, որ ինչ վիճակի մեջ կարող է լինել երեխան, ասում են ամեն ինչ կանենք հնարավորինս օգնելու։ Լավ է գոնե այս դրական խնդիր ունենք պատկերը, երբ որ ոչ օնկոլոգիական հիվանդություն լինի ու երեխան խոսք չունի, վերբալ չի, այդ ժամանակ չունեն մասնագետները հստակ գործիքներ ճիշտ գնահատելու եւ երեխաները, որոնք ունեն կոնտրակտուրաներ, հա, օրինակ մանկական ուղեղային կաթվածով ծանր դեպքերի ժամանակ կարող են տարբեր հոդեր, հա, կոնտրակտուրաների մեջ լինել ու դա բավականին ցավոտ է։ Եվ այդ ժամանակ եւ ճիշտ չի գնահատում եւ չի նշանակվում։ Նույնիսկ հասարակ առաջի աստիճանի ցավազրկողներ կարող են դա պարացտամոլ, իբուպրոֆեն, երբեմն չի ցավազրկվում։ Ենթադրում եմ, որ նաեւ կարող են ողնաշարային խնդիրներ եւ ցավեր ունենալ հատկապես հայելի նույն ողնուղեղային կանային ատրոֆիայի պարագայում եւ այլն հատկապես երբ ծանր սկոլիոզներ են ունենում, դեֆորմացիաներ դիրքում են երկար ժամանակ լինում եւ այստեղ ենթադրում եմ, որ երի ցավը ուղղորդող է լինում փաստորեն մնացած բոլոր սիմպտոմներին։ Եթե փորձենք քննարկել ու հասկանալ որպես ձեռքբերումներ, հա, ավելի լավ լույսի ներքո կամ առանձին պատմություններ, որոնք ունեցել եք, հա, հաջողության պատմություններ, կպատմեք նաեւ դրանց մասին, որ նաեւ որոշակի ոգևորող լինի թե ընտանիքի անդամների եւ թե հնարավոր պոտենցիալ ուղղորդող առաջնային օղակի բժիշկների համար։ Ինչ լավ պատմություններ եւ ձեռքբերումներ կան այս տարիների ընթացքում։ Շատ պատմություններ ունենք եւ բաժանմունքում, երբ որ երեխաները հոսպիտալացվել են ու ծնողները միշտ ասել են շատ կարեւոր է որ ունենանք լավ կյանքի որակ, հնարավորինս ամեն ինչ արել ենք այդ երեխաների երազանքները իրականացնելու համար, երբեմն նույնիսկ անհնարին թվացող երազանքները ու երբ որ այդ ամեն ինչը կազմակերպել ենք ընտանիքը
ասել է, որ սա մեր կյանքի ամենալավագույն օրերից էր, բավականին լավ լուսանկարներ, հիշողություններ կարողացել են իրենց համար ամփոփել, միշտ երբ որ երեխան հոսպիտալացվում է պալիատիվ օգնության բաժանմունքում, ոչ միայն ախտանիշային բուժումը, այլ երեխայի ցանկությունները, ինչ է ցանկանում եւ ինչ կուզենար, որ աներ, ինչ որ դեռ չի հասցրել, անպայման ուշադրություն ենք դարձնում, մեր հոգեսոցիալական թիմը լիովին աջակցում է մեզ եւ շատ դրական պատմություններ ունենք, որ նույնիսկ երեխայի կորստից հետո ծնողները երևի 90% ծնողների մեծ մասը նորից մնում են կապի մեջ մեզ հետ, գալիս են, իրենց օգնությունն են առաջարկում, փորձում են օգնել այլ ծնողների, ովքեր որ այդ դժվարին փուլում են։ Ես կարծում եմ, որ դա մեր հաջողված դեպքերն են եւ շարժական ծառայության շրջանակներում մենք ունենք նաեւ ընտանեկան դեպքեր, երբ որ ընտանիքում երկու երեխաներն են խնդրով, երբ որ ծառայության մեջ էինք արդեն ընդգրկել այդ երեխաներին, օրինակ ծնողներից մեկը ասում էր, ես կարծում եմ, որ իմ երեխան 18 տարեկան չի հասնի, բայց պալիատիվ օգնության ծառայության միջոցով մեր աջակցությամբ երեխան արդեն 19-ին է գրեթե մոտենում եւ ամեն անգամ ծնողը ասում է, որ շատ ուրախ եմ, որ դուք կաք եւ ես երբեք չէի կարող պատկերացնել ինչ կարող էինք անել առանց ձեզ։ Ինչ երազանքներ են ունենում երեխաները պալիատիվ օգնություն ստացող։ Մեկ-երկուսը հետաքրքիր է, ինչ պատկեր կա իրենց մոտ։ Մի երեխա ունեինք, ով որ կիսատեր մնաց է ուսուցումը խոհարարական քոլեջում եւ նա երազում էր իտալական խոհանոց գնար եւ մեկ այլ ծնող կարողացավ աջակցել, որ ամբողջ ընտանիքով գնացին իտալական խոհանոց, երեխան նույնիսկ այդ ժամանակ արդեն սայլակի մեջ էր, շատ դժվար էր տեղափոխությունը կազմակերպելը եւ ինքը ինքնուրույն իր ձեռքով պատրաստեց իր սիրելի պիցան շեֆ խոհարարի հետ եւ շատ լավ ժամանակ անցկացրեցին, լինում է, որ ուզում են տարբեր ինչ որ զվարճալի միջոցառումներ, իրենց ընձան տարեդարձներն է իրականանում։ Մի երեխա ունենք, որ երազում էր, որ ունենար 10,000-ից ավել իրեն հետևորդներ, ինչ որ հարթակում, չեմ հիշում այս պահին, եւ կարողացան կազմակերպել նույնիսկ մի տասնյակ հազարավոր հետևորդներ ուներ եւ այդ բոլոր բլոգերները իրեն այցելում էին իր ամենաերջանիկ օրերն էր։ Ես հիշում եմ ժամանակին, երբ քիչ առաջ մինչ եթերը սկսելն էինք խոսում դրա մասին, որ միջազգային մանկական պալիատիվ օգնության մի կոնֆերանսի ժամանակ շատ հետաքրքիր փորձառություն էին ներկայացնում, թե ինչպիսի երաժշտական պրոյեկտներ են անում այս երեխաներին օգնելու համար, ընդ որում շատ անհատականացված մոտենալով, այսինքն յուրաքանչյուր երեխայի գարիքներին, ցանկությանը, ճաշակին, համապատասխանեցնելով։ Ինչ է կարծում պալիատիվ օգնությանը այսպես աջակցող, կողքից նաև այլ ծառայություններ, մի քիչ ավելի այսպես դրական, ես ենթադրում եմ, որ այն, որ մինչ այս պահը մենք չենք կարողանում ապահովել 70 պացիենտի հնարավոր պոտենցիալ պացիենտի օգնության ստանալու գործընթացը, բայց եթե փորձենք մի փոքր ավելի մեծ մտածել, հնարավոր է արդյոք այս տեսակ օգնող նաև ծառայություններ լինեն, կամ գուցե փորձենք ընդհանուր քաղաքականությունը այնպես փոխել, որ մի փոքր ավելի լսելի դարձնենք այս մարդկանց ցանկությունները, կարիքները, որտեղ սրանք շատ հաճախ կարծես ոչ այդքան բժշկական, բայց նաև օգնող են համարվում եւ գուցե դուք էստեղ ասեք, թե որքանով կարող է նաև պալիատիվ օգնության շրջանակներում նմանատիպ այլընտրանքային մոտեցումները օգնող լինեն ընդհանրապես։ Պալիատիվ օգնության շրջանակներում շատ բազմաթիվ ծառայությունների եւ կարիք ունեն եւ կարող են ստանալ երեխաները։ Իհարկե դա շատ կախված է երկրի հնարավորություններից, երբ որ մենք տեսնում ենք զարգացած երկրներում ինչպիսի ծառայություններ են ստանում երեխաները, իհարկե դեռ մենք բավականին հետ ենք, բայց նաեւ պետքա կարևորենք այդ ծառայությունները։ Կան բազմաթիվ կենտրոններ, որտեղ կան եւ լողավազան երեխաների համար եւ հատուկ
զգայական սենյակներ եւ աղի սենյակներ, տարբեր միջոցառումներ են իրականացնում, առանձին ճամբարներ կան, որ ծնողները այդ երեխաների հետ գնում են, հա, որոշակի ժամանակահատվածում անց են կացնում ճամբարում, դա շատ կարևոր է, որտեղ ծնողները մեկը մյուսին տեսնելով ավելի ոգևորվում է, այո, եւ տեսնում են, որ ինքը միայնակ չէ, հա, հաճախ այդ կարծում եմ, որ միայն իրանք են նման խնդրով, միայն իրենք ունեն այդ դժվարությունները, բայց ծնողներին տեսնելով ավելի ամրապնդվում են եւ ավելի ոգևորվում են։ Պիտի նշեմ, որ շատ կարևոր է ուղղակի տեսնել այդ խնդիրները։ Երբեմն մենք չենք ուզում տեսնենք։ Եվ եթե չենք ուզում տեսնենք, չենք էլ փորձի այդ խնդիրներին լուծում տալ։ Օրինակ անցած տարի մի բալիկ ունեինք, ով որ ապրում է բարձրահարկ շենքի 7-րդ հարկում։ Եվ արդեն քաշը մեծ է եւ գրկած դժվար է տեղափոխել երեխային։ Երբ որ գնում ենք ամեն անգամ ասում ենք, ուղղակի ամենամինիմալ այդ երեխայի կարիքը դուրս գալ բակ զբոսնելու ծնողի հետ չուներ։ Փորձեցին կապ հաստատել, հա, թաղապետարան եւ այլն, իհարկե կառուցվեց թեքահարթակ, միգուցե ոչ այդքան հարմար, ինչպես մեր շատ թեքահարթակներից կան, որոնք շատ բան են, բայց ինչ որ բան արվեց, բայց գոնե նկատելի դարձրեցինք, այդ թաղապետը ուշադրություն դարձրեց, խնդիրը կարևորեց, հա, շատ մանր հարցեր կան, որ ուղղակի ցանկություն է պետք, երբեմն այդքան մեծ ֆինանսի կարիք չկա։ Կամ մենք ունենք երեխաներ, որոնք դպրոց են հաճախում։ Չնայած իրենց այդ բոլոր խնդիրներին, իրենք ունեն կրթվելու իրավունք եւ ուզում են հաճախել դպրոց։ Դպրոցը ուղղակի չի ապահովում այն միջավայրը, որտեղ երեխան պետքա կրթվի։ Օրինակ կա դպրոց, որտեղ երկու նմանատիպ երեխաներ կան։ Ասում են դա իմ մեղքը չի, տեղափոխում է այլ դաշտ, բայց այսինքն ինչ որ ցանկություն է պետք, բայց կան դպրոցներ, որոնք նույնիսկ մեկ երեխայի համար կարողացել են բավականին միջավայրը փոխել, դարձնել հասանելի։ Հա, կամ ծնող կա, դպրոց կա, հիմա հրաժարվում է երեխային տնային ուսուցում։ Բայց երեխան 13 տարեկան է, երազում է հայկական տառերը սովորել, այբուբենը սովորել ու կարդալ հայերեն։ Հասկանալի է ու միևնույն ժամանակ ցավալի։ Անուշ կուզենամ նաև անդրադառնանք ձեր որպես մասնագետ այսքան ծանր ոլորտում, բարդ ոլորտում աշխատելու հետ մեկտեղ ինչպես եք լուծում հուզական այրման համախտանիշի եւ ընդհանրապես բարձր ապրոմակցում ունեցող, հա, այս տեսակ մասնագիտությունների դեպքում նաև ձեր թե հոգեկան, թե ինչ ոչ ֆիզիկական առողջության հարցը, ինչ ճանապարհներով եք փորձում նաև պահել այդ հավասարակշռությունը, բալանսը ձեր նաև որպես բժիշկ վիճակի, հա։ Միգուցե կա որոշակի անձնական տվյալներ, որոնք որ թույլ են տալիս հաղթահարելու, երբեմն ասում են, որ երևի ուժեղ մարդ ես կամ չգիտեմ ինչ կան, չեմ կարող ասել ինչ կա։ Միգուցե ամեն մեկը չի գալիս պալիատիվ օգնության ծառայության ոլորտ, որովհետև չունի ապրումակցման այդ հատկանիշը կամ գնահատելու, զգալու դիմացինի ցավը, միգուցե չես վերցնում այդ ցավը, դու չես տանում քո հետում, բայց կարողանում ես գնահատել, իհարկե շատ նաև հուզական մասնագիտություն է, այնպես չէ որ ես էլ շատ հուզվում եմ, ծնողների հետ լացում եմ, ինձ թույլ եմ տալիս, հա, ինչ որ տեղից դուրս հանել, նաև ապրել այդ էմոցիաները։ Այո, երբեմն ասում եմ, որ միգուցե դա ամոթ է, բժիշկը չպետք է հուզվի, բայց կարծում եմ, որ դա այդպես չի։ Մենք էլ, հա, մարդ ենք եւ կարող ենք հուզվել եւ ծնողը տեսնում է, որ իսկապես դու էլ ամեն ինչ անելով հանդերձ բժիշկը նույնպես ինչքան միգուցե ապրումակցող է եւ իրենց հետ է։ Նաև շատ մեծ ուժ է տալիս ինձ, երբ որ ծնողները երբեմն նույնիսկ երեխայի մահից հետո այդքան շատ շնորհակալ են, կապ են պահպանում, եթե ինչ որ առիթների շնորհավորում են, զանգում են, ասում են, որ դուք օգնեցիք, որ իմ երեխան չտառապեց, մենք իսկապես չէինք պատկերացնում տանը ինչ պետք է անեինք։ Եվ այդ ժամանակ ես կարծում եմ, որ երևի ճիշտ ծառայություն է մատուցում եւ ճիշտ ուղղության վրա ենք, ճիշտ տեղում ենք։
Շնորհակալություն հետաքրքիր զրույցի եւ ընդհանրապես ձեր արված ահռելի աշխատանքի համար։ Եվ վերջում մեր ամփոփիչ հարցը ո՞րն է հենց Անուշ Սարգսյանի համար իր առողջ լինելու բանաձևը։ Առողջության բանաձևը հավանաբար լինել ճշմարիտ ինքդ քո հետ, քո մարմնի հետ եւ կարողանալ բալանսի մեջ պահել եւ ընտանիքը, եւ աշխատանքը, եւ առօրյան, եւ ինքդ քո եսը։ Շնորհակալություն։ Դուք դիտում եք առողջ ոդքասթը։ Ցտեսություն։